Ես այն թափից եմ եկել եմ, որ պարոն Փաշինյանին տեսնեմ, որտեղ 3 անգամ իր շենքը գնացել եմ, նորմալ չեն ընդունել, բաց չեն թողել։ Ներվայացած դուրս եմ եկել եմ։ Ինձ խաբել են հողից հարցով։ Իմ արենդային հողս առանց ինձ, որ 90-ական թվականներին մուծումն արել եմ ու մշակել եմ, մինչև հիմա։ Սեփականացրել են ուրիշին, ծախել են։ Գողացել են, ինձ խաբել են, իմ պայմանագիրի ձեռքից վերցրել են, մի տարով թուղթ են տվել, ես չեմ հասկացել թե ինչ է տվել։ Կառավարությունը, կառավարությունն են արել։ Հա, դե ես ասում եմ, հա, լավ լուսաբան են ժողովուրդը։ Հա, գնացել եմ Փաշյան անունով 2 հատ դիմում եմ գրել բողոք, ներկայացրել եմ, ներքևից ընդունարանից ինձ խաբետ ունեն ուղարկում, միլիցիաներ են բերում վրայից, դուրս հանեք, որ մեր աշխատանքը վերջանում է, մենք տուն ենք գնում, բռի ձևով։ Ասի մեկը մոտեցել է, ես կխփեմ միլիցիա, մորկու ջան, քեզ ձեռ չենք տա։ Խաբել են ինձ թերթիկ են տվել, նոր ես դուրս եմ եկել, էլ գնում եմ 3 անգամ ներկայացել եմ կառավարության շենքը։ Բա գնա դատախազին, գնա դատավորին, գնա եսին որտե, դե ես հասարակ գյուղացի եմ, չեմ հասկանում դոկումենտներից։ Դուք ինձ ի՞նչ եք խափում ուղարկում, եկել եմ օրենքի դուր, ղեկավարի դուր։ Ինձ ճանապարհեք նորմալ, ես տուն գնամ։ Ինձ գողացել են իմ հողը ինձից։ Ոչ թե վերցրել են, այլ գողացել են։ Ինձ խաբել են, դա պայմանագիրը ձեռքից առել են, ուրիշ թուղթ են տվել, ես չեմ հասկացել, կարդամ, որ իմանամ ինձ խաբում են։ Տարի դրել եմ դոկումենտներից մեջ, հողս մշակում եմ մինչև հիմա, բայց ուրիշն է սեփականատերը։ Ես ումը դիմեմ, հիմա լսել եմ, որ Փաշյանն եկել է եկեղեցի, եկել եմ, որ խնդրեմ, տեսնեմ հələ ինչ լուծում կտանք էդի։ Ես դատարան չեմ կարող տամ, որտեղ գումար չունեմ, ես անչափահաս երեխեք եմ պահում, աշխատանքս էլ չնչին գումար է, հազիվ հարկը տուրք եմ փակում։